թացր դրամատարությունները։ Մեր տղաները զոհվել են, տրավմատիկ բացակայության, արտասների հարվածի, թշնամու թվային իրականության, չգիտեմ, վացկաների, թե ապակով նորոշով չփոխեցնող հայտարար ընդհանրապես 15 րոպեում մի քանի հրամաններ, մեկ թողնել, մեկ անցնել շրջանաձել, մեկ ներողել, մեկ մի խոսքով մի հայտարարություն։ Թե ինչ դժվարության միջով են անցել մեր պրոյեկտը, դա գիտեն միայն իրենք եւ այն մարդիկ, ովքեր առաջում փոխվել են։ Եվ պատասխանը միանշանակ է։ Մեր մարդոցի դիմորները զոհվել են այդ ահավոր հրամանի պատճառով, անպատասխանատու հրամանի պատճառով։ Այստեղ պաշտպանության բանակի հրամանատարը չգիտեմ, ես պաշտպանություններ ասում եմ, ես 70 կիլոմետր հետո գարում Հունգարիայից ինչ իմանա։ Հարց, բայց ժամանակ երբ որ կապում էին, դուք ինչ եք կապում, այդ ուրանը, մենք ինչ իմանամ, այդպես տեղում կողմնաշնեք։ Ինչն էր հանգարում, որ թույլ տային և շարունակական մեղադրանքներ անամոթ հավրացնել փախնողական հրամանություն, այդ մարդիկ կատարել են հրաման, ի տարբերություն նրանց, ովքեր փախել են և չեն կատարել, և կյանքով են հաղորդել։ Եթե փախնողական հրամանություն ունեն, ինչու կատարեցին այդ հրամանությունը։ Եվ նորից չեմ ուզում կրկնվել, անցույց ասում, քաշել են դիզելը իր աշխարհ բացատրում դա նրանով, որ իրենց տեղը դիրքա տեղակում վտանգավոր է գտնվելը, երրորդ մարդկոցը շարքից դուրս է բերվել։ Ինչ է նորից ուղարկել, ասում են իրենք չեն ասել գնացեք յուվարու, այդ չորի ուրիշ տեղ չի եղել, որ գոնե շատ տեկիչ կաղավորված տեղանքներ, միակ տեղն է եղել, որ շատ տեկիչ իրենք ճանաչել են և նաև կաղավորված եղել։ Ու գնային։ Հիմա ամենահետաքրքիր մասը, շարունակաբար, Ցիտում Աշոտ Սողոմոնյան և Աշոտ Գուլյան, դա այն կարծիքն ասեմ, երկուսն են դասարիքներում, որոնք չեն կատարել հրաման, ուղղակի մի լավ տեղ այսպես ծվարել են, թաքնվել են, սպասել են ինչ կլինի։ Աշոտ Գուլյանի ասում ես քանի անգամ զանգել եմ, որքին ասել եմ, արագ դուք են, չես հավատում, դատախազը հարց տվեց այդ Աշոտ Գուլյանի, բավար այդքան վստահ որ դուք են, դրանցան դեր ինչու չեք պարում շտապ, ասում եք խելուց չեմ։ Իմ հարցին դուք հորդորում եք Նորայր Հայրապետյանին չկատարել շտաբի հրամանը և հեռանալ փախուստի դիմել, նրանք ապուշենման նայել և իրեք իչն է Նորայր Հայրապետյանը, որին բոլորը անշրջի բոլորը ասում են ավելի փորձան, ավելի պարկեշտ, ավելի պարտաճանաչված, ասում են բանակում երևի մատերի վրա հաշված ինչ որ ստանոց նորանը, ծնողները մահացան, երկու ծնողներ մահացան, այդպեսի չի մահացան, հիմա հարց, հարգար շնդաները, ինչ է կարծում, Նորայր Հայրապետյանը ինքան ծալապակասներ, և չեմ ասում են, հայքի նահատոք Թովմասյան, չեմ ասում որ ակնհայտ տեսնելով այդ նշանները տարբերակով չալմաներ, մեկ վկա անդամենը չալմաներից դեր, մեկ վկա, հետո որևէ վկա չի հաստատել, որ չալման տեսնել, նույնը կարմիր թևկատները, երբ որ դա ակնհայտ կարմիր թևկատը նկատելի դարձել, արդեն ուշար է, արդեն շրջապատման մեջ է։ Հիմա նորից հարց, ինչ է կարծում, Նորայր Հայրապետյանը և մյուսները ինքան շատ էին ուզում մեռնել, անգամ զուրկ էին ինքնապաշտպանական բնազդից, ծալապակասներին, որ ակնհայտ հասկանալով, որ դա թշնամյա յուրային զորք չի, շարունակում էին ճշտել հնարավոր այդպիսի բան։ Եվ ես ասեմ նորից, բոլոր ցուցմունքներից ակնհայտ երևում, որ պատասխանը եղել է, ոչ թե պայմանական հնարավոր է, շատ լավ է հաստատողական պատասխան հաստատել։ Դրա համար է այդ դիվիզիոնի հրամանքազը հանգիստները։ Շարունակել են իջեցնել առաջադրանքը, այստեղ Ջանար Հարությունյանը նորից ամաչելու Ցիտում ադրբեջանական կողմին դրա զտահող տեղեկությունները, որի թե մերոնց գրակված թիրախներից չի մասնահասնել։ Նախ թիրախները իրենք են տվել։ Եթե թիրախները չեն հասել տեղ, թիրախները տվել են շտաբից։
Այդ 18-րդ դիվիզիային անցնելու պատկանելության հարցը։ Դա եթե անցնեք 18-րդ դիվիզիային, որից իր իրացել կապվում էին, ինչի չէր ասում, Ինչու են իրենք շարունակել կառավարել դիվիզիոն, ինչու, եթե իրենց տակ չէ, չէին հրամանում ուղղակիորեն գնում իրենց կողմից։ Եվ այսպես շարունակ, չեմ ուզում դրվել, իմ տղայի վրայաթի մասին, իմ տղայի վրայաթը ուղղակիորեն Ջալալ Հարությունյանի տված հրամանի հետևանքի, ոչ թե Հայկի Տոմասյան նրա թույլ տված արդեն քաոսի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված խաղերի Եվ ահավոր դժող կերել, թե այդ օրը ինչ չարքերի պար արել, ես դա ամեն գիշեր իմ երեխան ոտքերը ջարդած, մեջը ջարդած, այդտեղ ընկած, անգամ խնդրել է անգերին, ասել ես խփեք նոր գնացեք, խփեք ինձ ատուքերը մտքերը։ Եվ ոչինչ չեն արել, որ մեկ մարմինները դուր վերեք, գիտեք ինչ են արել, մեր աշխուսողում այն աբոլյան է վրա։ Ջրաշխարի մոտ գնացել ժողով են արել, գնացել եմ, ասում եք ինչի բաչի մոտ, ասում եք դիրքը հետ վերցնել արվի ուշարել։ Եվ այդ մարդիկ այդ խաչնազարների սուտիկ մոտիվաների սուրեկել են, այդ մարդկանց ովքեր հրաման են կատարել և զոհվել են, որտեղ եթե նրանք հրաման կատարող չունեին, նորիկը որ ռացային անգամ գետին ասում էր, սրանք ընկել են մեր հետևից, ինչ են ունեցնել, բայց մեկ ավերջի մասնակցել կատարում են հրամանը։ Հաղթի դիմով Գեորգիևը։ Միակ մարդն ու Ջալալ Հարությունյանը պաշտպանում։ Շտաբի պետը դիվիզիոնի ուղղակի պարտականություն է կազմակերպել դիվիզիոնի և մարտկոցի պաշտպանությունը։ Ուղղակի հետ առաջին մարտկոցում այդ պարտականությունն է նաև ունեցել, որ կազմակերպի։ Առաջին ինքն է բաղել, Ջալալը իրան չի մեղադրում։ Բոլորի մեղադրում է, ովքեր որ մինչև վերջ ասում են նախատեսում եք մեզ առաջնակից չկա, հալմուտ հանձելատշնամու։ Դիվերսիոն խմբերը անում են տեղ բխտում են, ընտեղ մարդ չկա, մենակ մենք եք մնացել, չէ, քարքել եք տակ, ներամություն եմ խնդրում, այդ արտահայտություններով դատի կտա, հիմա մեղադրում է, և ասնես, ամբողջ իվեղտորոր կործում եմ վելովի գենայի վրա, ենան առատվի ծուցունի կամ հրամանի, որևէ բան չեր աս, որևէ բան, այդ տեսակինը չի շատ լավ գիտի, ինչի ոնց է։ Եվ նորից իմ կոնկրետ երեխայի և մեր մյուս տղեկի մահվան ուղղակի պատասխանատվությունը կրում է Ջալալ Հարությունյանը, որտեղ նա ընդամենը կարող է ասել, չգիտեմ, իսկ իրենք արդեն որոշում են, իրենք հրամ կազմը, այս կամերանց կողմից, հաղթողական տրամադրություն ունեցող հրամ կազմը գնացել է նորից ջուղարկու Երբ որ առաջին անգամ դիտարկել են և չեն հասկացել, որտեղ այնքան շատ էին փախուստի դիմողները և իրենք նորից չեն բան արել, երբ որ կապվել են, ասել են գնանք ապահովենք, մերով կրնի կգա։ Եվ այդ հարցը շատ տեղի տվեց։ Տրակտորների մասով, ասում ան չի խրավաչել ունեցել։ Այդ նույն Աշոտուլան ասել, մի հատ տրակտոր ուղարկեցի շոֆերը փախավ, երկրորդը ուղարկեցի, երկրորդը փախավ, ասում լսի, ընկեր ջան, Համբերգ հազարավոր աղթիր բերնեին բերնախաղնեին ձրկով։ Ընդհավենը 3 շաբաթում 6 տեղակայման տեղպատիասներ հավաքվում են, գնում են, դասավորվում են, փորում են, չգիտեմ, պատրաստում են, կրակում են անդադար, չեն քնում, ջուր չունեն, առաջին օրերը ոչ ջուր են ունեցել, ցեխաջրերից են ունեն, ցեխաջրերից Դա իմացել եք իրանք մեզ ոչինչ են ասել, ի տարբերություն չէ ջերմություն ուներ ճշում, երևի համար ոչ տապուկնություն բան չով արել, ոչ օգնության հասնող, կարակ գյուրա գնացեք և ես մարդը առավոտից իրիկում ցիկիմա կանանությունը միայն իր օգնի։ Բա դուք որպես բանակի հրապնատար կանանությամբ պատակամություններ չունեիք, ինչի պատանու չեք ապահովել զորքին, հրամանները ձևական բնույթ էին կարող ուղարկի, հա, որ արիդի որպես տուղ նստև, ասնեմ առաջ, հրամանները հասնում էին զորքին, վերահասնում է դա ոչ, շունը տիրոջը չեր ճանաչում։ Նորից եմ ասում, ով որ փախել է, որ հրաման չի կատարել, ողջակ, ով հրամանը կատարել զոհվել է, այսօր մեղադրում է։ Պատկերացնում եք, զոհը հայրենիք աշխարհի թար, ասալիքներ այսօր մեղադրում են մարդկանց ու զրկել են կյանքից։ Շարունակ խոսել, գիտնեն Աշոտուլյանների
եւ ասում գնային չորերից ասում գնդացի հավաքի իրենց պաշտպանությունը ապավեն մենք դες խմբերի դիմակայացում միացում ասեք դեր դիմակայացում ասում մոտ չէ եւ էս շատ իսկ ինչու է մերոնք տարբեր թվերից որտեղ ես իմ երթացությունը այդտեղ մենք չի եղել դուրսում տարբեր թվեր են եղել մի մասը նաեւ չի երևացել այո այլերում հանգիստ եկել են դարձել են շտաբից ասել են յուրային դեպքի հանգիստ են եղել որտեղ դուրսում են ոչ են գրավել յուրայինների վրա բացի նորից են կրկնում այդտեղ ինքան շատ խմբեր են եղել մեկը կարող է 28 հոգանոց մեկը 40 մյուսը 60 այսինքն այդ իրադարձությունը որ փոխում են նստեմանցներ որ ընդհանրապես 30 հոգու բաղկացած մարդկոցը թե ինչ կռիվ ա տվել ոնց է պաշտպանել սա ընդհանրապես 6 տարի նստելու համար տեսեք ոնց է պաշտպանում ինչ է կարծում երեխեքը չէի ուզում ապրել իսկ նորայրը Հայրապետյան շատ էր ուզում անհետմուրել չէր ուզում ապրել հիմար էր պարտես մեր ոնց նամինա ու շարունակում էր ճշտել